Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի սպիտակ փաստաթղթի տակ, հանձնել է դա Բաքվին, Բաքուն պարբերաբար լրացնում է իր պայմանները եւ պահանջները։ Սա խորը համապարփակ կապիտուլյացիայի մասին է։ Հայաստանի տարածքից դուրս չեն գալիս Ադրբեջանի զորքերը։ Ալիևը այդ փաստաթղթով ճանաչում է Հայաստանը 29743 ինչ-որ սահմաններով։ Չի ճանաչում։ Մենք դրան անվանում ենք գերեզմանային խաղաղություն։ Այսօր Արցախում խաղաղություն է Ստեփանակերտում, Հադրութում, Մարտակերտում։ Մի կետ, մի բան չեն կարող ասել, որ այս փաստաթղթով Հայաստանը ստանում է։ Չկա տենց բան։ Իսկ այն, որ իրանք ասում են, եթե Ադրբեջանը դիմի, մենք նորից կդիմենք, սուտ են ասում, որովհետև կան գործեր, օրինակ էթնիկ զտման եւ այլ։ Դրանք ունեն վաղեմության ժամկետներ։ Եկել եք իշխանության, այդ ինչպես պետք է բանակցեք, որ հիմա իրենք չեն կարողանում բանակցել։ Առաջին իր բոլոր բանավոր պայմանավորվածություններից եւ խոստումներից հաջորդ իշխանությունը ազատվելու է։ Դուրս արի, չեմ գալիս։ Ալիևն եմ նստած եմ, չեմ գալիս, սպառված կողմ եմ։ Չէ, սպառված, ոչնչացված, ձախողված մեկն է։ Սրանով հնարավոր չի այս երկիրը պաշտպանել։ Մենակ դրա համար պետքա փոխվի առաջնահերթությունը մինչև 26 հեռացնելն է, ճիշտ եմ հասկանում։ Այդ առաջնահերթությունից մենք ոչ միայն չենք հրաժարվել, դա մշտապես եղել է, մեր 4 տարի փողոցից տուն չեն գնաց։ Դյան ինչու՞ չեք փորձում, ինչու՞, այսինքն ինստիտուցիոնալ տեսք տակ դրանց, impeachment, ստորագրություն, վերևը ինչպես կարգն է գրված, ով է մեր վարչապետի թեկնածուն։ Խորհրդարանական երկու խմբակցությունները որևէ խնդիր չունեն ամեն վարքյան impeachment-ով մտնելու խորհրդարան, բայց դրա համար պետքա հաջողության հասնելու առնվազն հիմքեր լինի։ Փողոցում մարդ կուտակեք, ձևական, արհեստական, ինչ-որ շինծու պրոցեսի մեջ մենք չենք մտնելու։ Փաշինյանը համառորեն ուզում է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Մեկ օրում 3 գրառում արեց այդ մասին, մեկն ուղիղ Ալիևին էր հղված։ Բաքվում ճիշտ հակառակը։ Շարունակում են նախապայմաններ առաջադրել, թեև տեքստը համաձայնեցված է։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր։ Ինչու է այդպես ու ինչ սպասել, պատերազմ թե խաղաղություն։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության անդամ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան, բարի գալուստ Կիզակետ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Սաղաթելյան, Փաշինյանն անընդհատ գրառումներ է անում, ինչպես նշեցի, պաշտոնյաները նաև մեկը մյուսին հերթ չտալով, հարցազրույցներում գրառումներ ասում են, որ պատրաստ ենք ստորագրելու։ Ինչու է այդպես, ինչու են առաջ ընկած միակողմանի խաղ ոնց որ լինի, եւ ինչու եմ այդպես Բաքուն համարժեք կարծես թե չի արձագանքում, հակառակն է արձագանքում, դուք ինչ եք կարծում։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանի վերջի 4 տարիների խաղաղության դարաշրջան, հասնենք խաղաղության, ամեն ինչ զիջենք, որպեսզի լինի խաղաղություն, փորձում է այս ամեն ինչ ինչ-որ 4 տարի կերակրել է կեղծ ժողովրդին, փորձում են հասնել դրա ավարտին, բայց ապարդյուն, որովհետև այն ինչի մասին, որ խոսվում է, դա որևէ կերպ խաղաղության հետ կապ չունի։ Ըստ էության ի սկզբանե մի կարևոր դետալ կա, որի մասին կուզեմ հիշեցնել, ըստ էության Հայաստան-Ադրբեջան բանակցություններ տեղի չեն ունենում։ Ինչու, որովհետև երբ որ 2022 թվականին Ադրբեջանը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության հասնելու իր 5 կետերի մասին, դրանի պատասխան Հայաստանի Հանրապետության այսպես կոչված իշխանությունները հրապարակեցին իրենց 6 կետերը։ Այդ 6 կետերի մեջ կար ԵԱԿ-ի խմբի շրջանակներում հարցը լուծելու ցանկության մասին, ռազմագերիների ազատ արձակման, Արցախի եւ Արցախահայերի անվտանգ իրավունքների, կարգավիճակի, այսինքն սրանք այն կետերն էին, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը հրապարակեց եւ ասաց, ես խաղաղությունը տեսնում այս հարցերի շրջանակներում։ Հիմա հարց. այդ նշված հարցերից որևէ մեկը այսպես կոչված պայմանագրում կամ համաձայնագրում ներառված են թե ոչ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ բացարձակ ոչ։ Իրենք էլ չեն ասում։ Հետևաբար Հայաստան-Ադրբեջան բանակցություններ գոյություն չունեն։ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի սպիտակ փաստաթղթի տակ, հանձնել է դա Բաքվին, Բաքուն պարբերաբար լրացնում է իր պայմանները եւ պահանջները, որոնց խոնարհաբար Հայաստանի իշխանությունները համաձայնվում են։ Եվ այդքանով հանդերձ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել։ Ինչի այդքանով հանդերձ։ Տեսեք, իդեպ Ալիևը կարծեմ ասաց, որ հեղինակը նաև հենց իրենք են, հա, մոտավորապես միտք են չել Բաքվից։ Մենք ենք հեղինակը այս պայմ։ Լավ, դե եթե շարունակեք այդ պարագայում ինչու՞
Չեն ստորագրում, իդեպ նա իշխանության թեզն է ասում, եթե իրենց համար այդքան լավ է, ինչու չեն ստորագրում։ Գիտեք, տեսեք, պատերազմից հետո նույնիսկ այդ ծանրագույն պատերազմից հետո մենք որտեղ էինք եւ իր վարած քաղաքականության արդյունքում ուր հասանք։ Ամեն անգամ Ադրբեջանը հնչեցնում է պահանջներ, Նիկոլ Փաշինյանը փորձում է հասարակությանը պատրաստել այդ պահանջները եւ զիջումները ընդունելու մթնոլորտ է փորձում ստեղծել երկրում եւ դրանից հետո Ադրբեջանը շարունակում իր հերթական պահանջները, այսինքն ինչ ստացվեց, ամենախայտառակ է 17 կետերին համաձայնվելուց հետո Ադրբեջանը շատ հստակ ասաց, ես ձեր նկատմամբ ունեմ զրոյական վստահություն եւ այն բոլոր բանավոր խոստումները, որ ինձ տվել եք, պետքա գրվի թղթի վրա։ Դրանք վերաբերում են սահմանադրության փոփոխություն, ԵԱԿ Մինսկի խմբի լուծարման մասին հայտարարություն, դրանից հետո բնականաբար կա այսպես կոչված միջանցքի հարց, ադրբեջանցիները Հայաստանում տեղափոխելու, ոչ թե վերաբնակեցնելու, որովհետև իրականում վերաբնակեցվելու խնդիր չի դա, տեղափոխելու խնդիր, մի խոսքով, այսինքն Այն հայտնի ցուցակը եւ պարոն Սաղաթելյանը այո, սա խորը համապարփակ կապիտուլյացիայի մասին է եւ որքան էլ Նիկոլի ռեժիմը սա փորձի մեր ժողովրդի վրա ծախել իբրև խաղաղության հասնելու ճանապարհ, դա իրականությանը որևէ կերպ չի համապատասխանում։ Մի քանի խնդիր եւս, տեսեք, այս պայմանագրով չի լուծվում առաջինը, ռազմագերիների խնդիրը։ Երկրորդ, Հայաստանի տարածքից դուրս չեն գալիս Ադրբեջանի զորքերը։ Երրորդ, ամենակարևորը, չի լուծվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև մեր սահմանի խնդիրը։ Դա թողումա հետագա առանձին ենք համերասում մեջ։ Կներեք, մի դիտարկում ու շարունակեք, տեսեք, մի դիտարկում, այն որ ասում եք դուրս չեն գալ, այդ օկուպացված տարածքի մասին խոսքը։ Ասում են այդպիսի կետ կա իշխանությունները, փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային։ Դա չի նշանակում, որ դուրս կգան։ Ինչ տարածքով։ Շատ կարևոր բան եք ասում, ինչ տարածքով։ Այո, այդ փաստաթղթում կա կետ, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը ճանաչել է, այսպես ասած, առնվազն հայտարարություն արել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86600 ներառյալ Արցախը։ Հիմա Ալիևը այդ փաստաթղթով ճանաչում է Հայաստանը 29743 ինչ որ սահմաններով։ Չի ճանաչում, չկա այդ փաստաթղթում նման բան։ Ճանաչում եմ, բայց ճանաչում է, բայց Ադրբեջանի սահմանադրության մեջ կա հստակ կետ, որով իրենք այսօրվա Հայաստանի Հանրապետության մի մասը համարում են Արևմտյան Ադրբեջան։ 60%։ Այսինքն վաղը միսօր ճանաչում ձեր տարածքային ամբողջականությունը, բայց կարող է Ալիևի պատկերացմամբ այդ տարածքային ամբողջականությունը սահմանափակվում է կառավարության շենքով եւ Նիկոլ Փաշինյանի ամառային դաչայով կամ չգիտեմ ինչով, այսինքն որն է, հետեւաբար այս կարևոր մեր համար կենսական որևէ խնդիր չի լուծվում եւ ամենակարևորը սրանով փորձում է Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացնել Արցախում տեղ ունեցած ցեղասպանությունը, էթնիկ զտումը եւ հայաթափումը եւ ըստ էության փորձում է մաքրել Ալիևի այրունոտ ձեռքերը փակելով Արցախի հիմնախնդիրը։ Այսինքն այս փաստաթղթով իրականության մեջ լուծվում է նաեւ այդ հարցը, որտեղ մինչեւ հիմա չկա որևէ իրավական վավերական փաստաթուղթ, որով Հայաստանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։ Դա ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է։ Հիմա սրան փորձում են նաեւ իրավական տեսք տալ։ Սա վերջնական դրա համար եք դեմ, հասկանում եմ, ասում եք ուզում եի հարցնել ինչու եք դեմ, փաստորեն եւ չեք տեսել փաստաթուղթը, բայց եղած ինֆորմացիայով հասկացել եք, որ դա կապիտուլյացիա է։ Մենք փաստաթղթի մի մասը տեսել ենք։ Այո, մեր падգամավորները փաստաթղթի մի մասը այդ քննարկումների ընթացքում ծանոթացել են, որից հետո երբ որ սկսեցինք բարձրաձայնել, որ սա խաղաղության մասին կապիտուլյացիա է, արգելեցին։ Հիմա դիմել ենք դատարան, բայց կարևորը դա չի, կարևորը իրանց վերաբերմունքն է։ Ամբողջ ժողովրդի թիկունքում մեր ազգի պետականության ճակատագրին վերաբերվող բանակցություն է վարվում, որի մասին մեր հանրությունը մանրամասնորեն տեղյակ չի։ Հանրությունը կներեք, իշխանությունն ասում է ինչպես էլ որակեք, մենք միևնույն է գնում ենք էլի խաղաղություն ենք գոնե։ Հանրությանը ասում են այդ բառը, այ ով որ, չգիտեմ, Իշխան Սաղաթելյանը, բոլորը ով որ քննադատում է այս փաստաթուղթը, ուղիղ հակառակը ինքը ուրեմն պատերազմ է բերում։
Կարևոր հարց եք տալիս, որովհետև այս նույն խոսույթ իրենք ասում են 21 թվականին ընտրությունների ժամանակ, եթե մենք չլինենք, կլինի պատերազմ։ Իրենք եղան, ճիշտ ասած դրանով էլ հաղթեցին։ Այո, եւ դրանից հետո տեղի ունեցավ պատերազմ, ընդ որում երկու պատերազմ, մեկը Արցախում, հետո 22 թվականի սեպտեմբերին Հայաստանի վրա ունեցանք զոհեր, հայաթափում, նոր զիջումներ ու մինչև հիմա, այսինքն շարունակ խոսում են խաղաղությունից, բայց շարունակ բերում են մահ, պատերազմ, կորուստներ։ Բնականաբար մենք ոչ միայն ցանկանում ենք խաղաղություն, այլ ամեն ինչ անելու ենք եւ գտնում ենք, այո, խաղաղությունը շատ կարեւոր է մեր պետականության ու ժողովրդի համար, բայց խաղաղություն չի կարող լինել Արցախի հանձնման, Հայաստանի տարածքները թշնամուն զիջելու, Հայաստանի նոր կապիտուլյացիայի նվաստացման եւ պետականության ոչնչացման հաշվին։ Մենք դրան անվանում ենք գերեզմանային խաղաղություն։ Այսօր Արցախում խաղաղություն է Ստեփանակերտում, Հադրութում, Մարտակերտում, բայց հայ չի ապրում, մեր գերեզմանները, մեր մշակութային ժառանգությունը, մեր սեփական հայրենիքը գտնվում է թշնամու հսկողության տակ։ Խաղաղ է, բայց այսօր պատերազմ չկա, կռիվ չկա։ Նիկոլ Փաշինյանի պատկերացրած խաղաղությունը իրականում դա է։ Եվ տեսեք, իրականում ինքը իր զիջումները, պետական դավաճանությունը, հակայի քաղաքականությունը, երկիրը հանձնելու այս ամեն ինչը լեգիտիմացնելու համար շրջանառության մեջ է մտցրել այս խաղաղության եւ իրական Հայաստանի բանաձևը։ Այո։ Որը իրականում ասում ինչ էլ որ անեն, երեք էլ կրկնեց, չէ՞, մի քանի անգամ գրառումներում։ Մենք այդ օրակարգով ենք գնալու, հրաման եմ տվել բանակին չխախտել հրադադարը եւ այլ, մենք ոնց ուզում են իրենց պայեն։ Դա Հայաստանի շահերի հետ կապ չունի։ Եթե թշնամին ասում է հարձակվում եմ եւ ակնհայտ ոտնձգություն է ներկայացնում մեր տարածքային ամբողջականության ինքնիշխանության նկատմամբ, մեր սահմանադրությամբ երկրի իշխանության թիվ 1 խնդիրը մեր քաղաքացիների անվտանգությունը ապահովելն է, մեր երկրի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը ապահովելն է։ Այս մարդ հրաժարվել է այդ հիմնական գործառույթից։ Իրեն ինչ ասում է Ալիևը եւ Էրդողանը ինքը խոնարհաբար կատարում է, որովհետեւ իր միակ գործընկերները այսօր մնացել են դրանք։ Այ վերջի երկու կետի վրա էլ եք ծանրացել շատ, որ ուշ համաձայնեցվեց, հա, բանի երրորդ ուժերի ներկայության բացառումը սահմանին ու միջազգային գանգատների հայցերի հետ քաշումը կամ դրանց հրաժարումը։ Հիմա այստեղ դուք տեսնում եք փոխադարձություն, երկու կետի մասին եմ հենց հարցնում, եւ նրա եւ մեկ էլ այդ կոնտեքստում խնդրում պատասխանել են հարցին, որը իշխանությունը հիմա սկսել է տալ ձեզ ասելով ընդդիմությանը, որ ընդամենը 20 օր առաջ, ասում եմ, դուք այն եվրոդիտորդներին եվրաշպիոն էիք ասում, հիմա ինչ եք հանգարց սկսել իրենց դարդը լացել։ Իրենց մյուս մանիպուլյացիան հենց դա է։ Այստեղ խոսքը չի թղթում գրվում եվրոդիտորդներին դուրս բերել։ Առհասարակ պայմանագրով, այսպես կոչված պայմանագրով պայմանավորում են, որ երրորդ երկրի ուժ Հայաստան-Ադրբեջան սահմանում այլևս չի լինելու։ Հիմա մենք իրենց ասում ենք, նախ դուք ժողովրդին խաբում եք եվրոպական դիտորդներով ԵՄ-ի, որ սրանք մեր անվտանգության եւ այլ երաշխավորներն են։ Այստեղ էլ եք խաբել, ոնց որ խաբում եք, որ ԵՄ անդամակցության գործընթաց ենք սկսում, եւ երրորդը առանց միջազգային երաշխիքների այս փաստաթղթով եւ դրա նախադեպերը ունենք Ալիևի այդ պայմանավորվածությունները վերջում ինչ են լինում, դու առհասարակ մեզ զրկում ես հետագա իշխանություններին հնարավորությունները, որ անվտանգության սպառնալիքների դեպքում երրորդ երկրի խաղաղապահ ուժեր կամ դիտորդներ տեղակայվեն այդ սահմանին։ Ռուսաստանին չեն կարող դիմել բերք զորքերը տեղակայել։ Ոչ Ռուսաստանին, ոչ Հապկին, ոչ Իրանին։ Այսինքն դրանով ըստ էության Ադրբեջանը զինաթափում է կամ մեզ կտրում է այդ հնարավորությունից, որ հետագայում ինչպես ուզի, այնպես վարվի, որովհետև դեռ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները արժևում են։ Նույնիսկ այս փաստաթուղթը ստորագրելուց հետո, եթե սկսվի այդ սահմանագծման եւ սահմանագծման գործընթացը, Ալիևը ինչ որ հերթական պահանջ է ներկայացնելու։ Դրա համար են հանել այս պայմանագրից նաեւ։ Այո, հենց դրա համար են հանել, որովհետեւ մենք մնանք անպաշտպան։ Եթե Ադրբեջանը այդքան պնդում է, որ պետքա դուրս գան, վաղը կարող է դրանք չլինեն Եվրոմիության դիտորդներ, լինեն այլ երկրի խաղաղապահ ուժեր, օրինակի համար։ Ինչ պետք է։ Տեսեք, ասում են Նախիջևանում թուրքական բանակաբան եւ այլն։ Կարող է իրենք էլ այդ փոխադարձությունը պահեն, կարող է դա նկատի ունի Երևանը, որ համաձայնել է։ Չկա այն կողմից ոչ չի բան։ Տեսեք, այս պայմանագրում Հայաստանի մի կետ, մի բան չեն կարող ասել, որ այս փաստաթղթով Հայաստանը ստանում է։ Չկա տենց բան։ Միակ բանը, որ ասում են կհասնենք խաղաղության,
Մենք էլ 100 բան ենք բացատրում, որ այդ ձեր ընտրած ճանապարհը խաղաղության հասնելու ճանապարհ չի, դա վերջնական մեր բոլոր գործիքներից, մեր հնարավորություններից, լեգիտիմ իրավունքներից հրաժարվում ենք, լեգիտիմացնում ենք Ադրբեջանի ամբողջ այս վայրագությունները, գործողությունները եւ փոխարենը ոչինչ չենք ստանում։ Իսկ ինչ վերաբերվում է միջազգային դատարաններից, այդտեղ կներեք, հենց դա է ասում, այդտեղ օրինակ կարող է հաշվարկել են, տեսել են, որ նրանց հայցերը մեր վրա ավելի ծանր կնստեն, հա, մաթեմատիկորեն են նայել, քան մերը ու ասեն լավ, արեք այսպես լուծենք, մենք շատ կտուժենք ավելի, ինչ են մտածում։ Երբ որ ակնկալիք կամ հույս կամ մտքում ինչ որ մի բան փորձում ենք մտածել, լավ, գուցե սրանք իրոք այդքան հակապետական չեն, հակահայ չեն կամ այդքան դավաճան չեն, գուցե ինչ որ մի բան մտածել են, բայց մենք ունենք 7 տարվա փորձառություն այս իշխանության հետ։ Մենք չենք կարողանում գտնել մի կետ, որ իրենք հայանպաստ որոշում են ընդունել, որ իրենց գործունեության արդյունքում մեր պետությունը, ժողովուրդը նոր փորձանքի եւ աղետի չի հանդիպել։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհը, փորձառությունը, կառավարման մեզ անընդհատ հուշում է, որ սա նոր աղետ, նոր փորձանք է բերելու։ Մեր դատական հայցերը շատ հիմքեր ունեն եւ շատ կոնկրետ դեպքերով այդ 4 գանգատները ներկայացված են եւ դրանց հետ քաշումը ինչի ալևը պահանջում դրանք հետ քաշել մի պարզ պատճառով դրանց հետ քաշելը ամբողջությամբ լեգիտիմացնում է այն ինչ որ արվել է Հայաստանի նկատմամբ եւ դրանով չի սահմանափակվում ամենակարևորը որ վաղը մյուս օր Ադրբեջանը նոր հայտ չի ներկայացնի Հայաստանի դեմ իսկ այն հայտերը որ մենք հետ ենք կանչում դրանք այլևս վաղեմության ժամկետ են ունենալու եւ չեն կարողանալու հետագայում դիմեն հիմա Ադրբեջանում դատավարություն է տեղի ունենում որը ըստ էության Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ չի միայն դա Հայաստանի Հանրապետության դեմ դատավարություն է փորձելու են կեղծ ցուցմունքներով, ապօրինի պրոցեսներով բնականաբար Հայաստանի ներքաշել նոր խնդիրների մեջ եւ նոր մեղադրանքներով հանդես գան եւ որևէ մեկը կարող է երաշխավորել, որ այդ դատավարության արդյունքում ինչ որ կեղծ գործի շրջանակներում նոր փաստեր չեն ներկայացնի եւ դիմեն միջազգային դատարան Հայաստանի նկատմամբ նոր փոխհատուցումների, նոր պահանջների եւ այլն։ Դա է ասում, չի կանխում այս պայմանագիրը, չի պարտավորեցնում։ Այս պահին պարտավորեցնում է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը ետ են քաշում այդ հայցերից հետագայի վրա որևէ բան չի պարտավորեցնում։ Այս պահի հայցերի մասին։ Այն որ իրանք ասում են, եթե Ադրբեջանը դիմի, մենք նորից կդիմենք, սուտ են ասում, որովհետեւ կան գործեր, օրինակ էթնիկ զտման եւ այլ, դրանք ունեն վաղեմության ժամկետներ, հետո էլ չեն կարող դիմել։ Հա նույն գործով երկու անգամ դիմել, հետ քաշեցիր, էլ չես։ Լավ, մի էլի իշխանության սիրած հարցերից մեկը ձեզ տամ, էլի, նաեւ իշխանական լրատվամիջոցներն են շատ տալիս ընդդիմադիր падգամավորներին։ Ասում եք, օքեյ, կապիտուլյացիոնը, վատ բանակցող են, դավաճան են, ամեն ինչ են։ Դուք եք եկել իշխանության։ Ձեր այսինքն Նիկոլ Փաշինյանի խաղաղության կոնցեպտը տեսնում ենք որն է, եթե կա այդ կոնցեպտը, բայց ձերը որն է այդ պարագայում դուք եք ասում, չէ՞, խաղաղության կողմ եք։ Եկել եք իշխանության, այդ ինչպես պետք է բանակցեք, որ հիմա իրենք չեն կարողանում բանակցել, կոպիտ ասած։ Ոնց է կանելու, որ այդ երրորդ ուժը, այսինքն վիճելի կետերը ես հիմնական այս փորձում եմ մեր դեմ օգտագործել, բայց ինքը շատ պրիմիտիվ մոտեցում է իրենց կողմից։ Նախ առաջինը, ինչ է լինելու Նիկոլ Փաշինյանի հետ եւ նրա ղեկավարմամբ բանակցությունները վարելը, դրա փորձառությունը ակնհայտ է։ Այսինքն որևէ հույս ունենալ, որ հնարավոր է դրական բան բացառել, փոփոխությունը արդեն դրական է լինելու, որովհետեւ առնվազն իր առաջին իր բոլոր բանավոր պայմանավորվածություններից եւ խոստումներից հաջորդ իշխանությունը ազատվելու է։ Սա կարևոր հանգամանք է, որովհետեւ ինքը միշտ սեղանի վրայից բացի սեղանի տակ Ալիևի Էրդողանի հետ բանա պայմանավորվել սկսած նոյեմբերի 9-ից մինչև հիմա եւ դարձել է այդ ամեն ինչի գերին եւ իր իշխանությունը պահելու գինը նաեւ հենց դա է։ Միշտ հիշեք Թուրքիայի գլխավոր շտաբի հայտարարությունը, որ չենք թույլ տալու Հայաստանում իշխանափոխություն։ Սա շատ էական է եւ մինչև այդ եւ մինչև հիմա գործընթացների մեջ։ Սա մեկ։ Երկրորդը Հայաստանի շահերը սպասարկող բանակցություններ պետք վարել։ Մենք դեմ չենք լինելու Ադրբեջանի հետ, նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, բայց սեղանին պետք է դրվի մեր համար շատ կարևորագույն եւ էական
աշխարհի համար շատ տրամաբանական խնդիրներ։ Օրինակ, սահմանագծման սահմանազատման աշխատանքներ պետք է արվի, իհարկե պետք է արվի, բայց առաջին քայլը դուրս արի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից։ Այն տարածքը, որ 200 քառակուսի կիլոմետր մտել է Ադրբեջանը, դա որևէ քննարկման, սանկարկման, հարցականի տակ տարածքներ չեն։ Կներեք, ինձնից հեռու, բայց այդ պրիմիտիվ տրամաբանությունը այս հարցի վրա խնդրում շարունակենք։ Դուրս արի, չեմ գալիս։ Ալիևն եմ նստած եմ, չեմ գալիս, պարտված կողմ եմ։ Չես գալիս, այդ ազդման։ Okay. Պարզավոր է, որ Ադրբեջանը հաղթանակած կողմ է եւ փորձում է իր պայմանները թելադրի։ Եթե չի դուրս գալի Ադրբեջանը, ուրեմն այդ բանակցությունները չէր կարող սահմանագծումը տեղ ունենալ Տաուշից եւ 4 գյուղ առանց կրակոցի խոնարհաբար լեգիտիմացնելով հանձնել Ադրբեջանին եւ թույլատրել մեր դիրքերը։ Ինչի հանձնեց այդ գյուղերը, եթե իրենք ջերմուկից դուրս չեն գալու։ Աշխարհի համար դա շատ ընկալելի կլիներ, չէ՞, բացատրել, որ եթե ես այս տարածքը տալիս եմ, ուրեմն ինքը ջերմուկից պետքա դուրս գա։ Եթե դու խոնարհաբար տալիս ես ինչ ուզում են, քո այդ այլևս որևէ մեկը բանակցության չի նստի։ Հիմա մենք ասում ենք դաշնակից չունենք, մեզ պաշտպանող չունենք, մենակ ենք աշխարհում։ Եթե դու ասում ես, որ ես հստակ հրահանգել եմ, ինչ էլ տեղի ունենա, որևէ կրակոց չարձակեք, դու հրաժարում ես քո տարածքը պաշտպանես։ Քեզ ինչի պետքա Իրանը պաշտպանի, Ռուսաստանը պաշտպանի կամ որևէ այլ երկիր քեզ պաշտպանի, երբ որ դու ակնհայտ հրաժարվել ես քո հիմնական իրավունքից։ Այսինքն նոր իշխանությունն ավելի արժանապատիվ, որ պահեց այն դրսի օգնությամբ, նաև կարող ենք ստիպել, ճիշտ է, դες մտքի նոր իշխանության առաջի գործը պետքա լինի, որ ամբողջ աշխարհին ասի, ես պատրաստ եմ իմ տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանել։ Եվ երբ որ այդ հայտը ներկայացվի, մենք վստահեցնում եմ ձեզ կգտնենք եւ դաշնակիցներ, եւ ուժեր, ովքեր դեմ են այս թուրք-ադրբեջանական տանդեմի տարածաշրջանում, պանթուրքական ծրագրերին, ովքեր ունեն այս տարածաշրջանում շահեր եւ ունեցել են եւ նախկինում այդ հարաբերությունները շատ բարձր մակարդակի տեղի են ունեցել։ Այսինքն այսօր Հայաստանի անտեր մնալու պատճառը այս աշխարհակահաղական իրավիճակով չի պայմանավորված միայն, դա պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի վարած ներքին եւ արտաքին քաղաքականությամբ։ Ես անընդհատ ասում եմ, ինքը գեղշկական շուստրությամբ Վաշինգտոնում ասել է մի բան, Բրյուսելում մեկ բան, Մոսկվայում լրիվ ուրիշ բան, բայց արդյունքում տակից բանակցել է Ալիևի եւ Էրդողանի հետ։ Այդ դրա պատճառով այսօր Հայաստանը աշխարհակահաղական ճողվածք է ստացել ու խոր անվստահություն ունի բոլորի նկատմամբ։ Իսկ ճիշտ եմ հասկանում, որ անգամ պարտություն կրելով այսքան թույլատրած բան ավելի չափազանցված են ներկայացնում, հա, մեր թույլատրությունը հնարավոր է ունենալ որոշակի հավասար խաղաղություն։ Իհարկե հնարավոր է։ Իհարկե հնարավոր է։ Դե ամբողջ խնդիրը էս է, ինքը ինչ է ասում, 11000 դասալիկ ենք ունեցել, ինչի է ասում, որ բոլոր գեներալները դավաճան են եղել կամ մեծ մասը, բանակը, այսինքն անընդհատ այս պարտությամբ ու Ալիևով վախեցնել ժողովրդին, թուլացնել դրանով փորձում է հասարակության մեջ ստեղծել մի մթնոլորտ, որ ճար չկա, հույս չկա, ելք չկա, պետքա համաձայնվենք։ Ավելին, ասում են կներեք, ասում են ընդդիմությունն ուզում է, որ ինքը գա, այդ նույն բանը ինքը անի, ուղղակի իշխանության մնա։ Այսպեսի նախադասություն կա իշխանական կառույցության մեջ։ Մարդկանց ներարկել են, որ ընդդիմությունը գալու է, այն ինչ որ մենք դրանք իրան կանեն, ուղղակի իրենք իշխանության մնան, ու վերջ։ Դե տեսեք, իրենց ամբողջ կեղտոտ թեզերը, այդ բաները ինչ որ փորձում են տարածել ժողովրդին, այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը մեր երկրում եղել է իշխանություն։ Առնվազն անվտանգության, երկրի պաշտպանության, արտաքին քաղաքականության արդյունքում մարդիկ տեսել են։ Այդ տարիներին եղել են ներքին բազմաթիվ խնդիրներ, խնդիրներ, անարդարություններ, դրանք բոլորը շտկող հարցեր էին։ Բայց տեսել են նաև այս պարտության, պատերազմի եւ մահերի իշխանության գործունեություն։ Այսինքն այս ինչի եմ այս տարբերությունները եւ այդ ժամանակահատվածը բերում ենք, արժանապատիվ հարաբերություններ ենք ունեցել ամբողջ աշխարհի հետ։ Այս տարածաշրջանում կայացած երկիր ենք եղել։ Այսինքն այսօրվա իշխանությունով պայմանավորված են բոլոր դժբախտությունները, որ եկել է մեր ժողովրդի գլխին։ Այսինքն կանեք ոչ աշխարհը Վաշինգտոնը Մոսկվան ոչ թե Հայաստանի հետ հաշվի չեն նստում, այլ Փաշինյանի հետ հաշվի, ճիշտ եմ դες հասկանում։ Այո, որտեղ անդուրջ մարդ է, իր վարած քաղաքականությամբ, իր այս ամեն ինչով ես մեր երկիրը կորցրել է ամբողջ իր վստահությունը։ Դու չես կարող սեղանի շուրջ նստել այդ պարտված այդ եւ այլ վիճակներով այդել մի կողմ 5 տարի անց էլ պատերազմից, 4 տարի անց։
բանակում որևէ առաջընթաց չկա, ընդհակառակ այդ բարեփոխումները ոչ միայն չեն բարձրացնում այդ բանակի մարտունակ ոգին, սպառազինություն, իրական բարեփոխումներ, երկրի պաշտպանություն, երբ որ տեսնում են այսպես կոչված երկրի գլխավոր հրամանատարը օրվա մեջ 10 անգամ ասում է, որ կրակելը արգելվում է, երբ որ հարյուրավոր դեպքեր ունենք պատերազմի ժամանակ նման հրամաններ տվածներին այսօր տարբեր մեղադրանքով տանում դատում են, լավ սենց ձեզ ասեմ, Նիկոլի գլխավորությամբ ամենահայրենասեր մարդը երկրի համար կյանք տվող մարդ այսօր չի ուզում կռվի, որտեղ գիտի ով այս երկրի հրամանատարը։ Եթե Աստված չանի, այս իշխանության օրոք մենք ներքաշվենք նոր պատերազմի մեջ, դրա ելքը կարծում բոլորի համար հայտնի է, չէ՞ ինչ ալնելու։ Այս մարդի գլխավորությամբ ոչ բանակը, ոչ կամավորները, ոչ որևէ մեկը այլևս չկա այդ վստահությունը, սա սպառված, ոչնչացված, ձախողված մեկն է։ Սրանով հնարավոր չի այս երկիրը պաշտպանել։ Մենակ դրա համար պետքա փոխվի, որ ասում են այլ ընտրանք, այլ մոտեցում, այս պետքա գնա, արդեն դա այլ ընտրանք է։ Որովհետև այս ոչնչացված մեկն է, բարոյապես, քաղաքականապես, աշխարհաքաղաքական իմաստով, բոլոր իմաստներով վերջացած մեկն է, որը Էրդողանի եւ Ալիևի աջակցությամբ կարճել այս իշխանությունից մնացել է, որ մինչև վերջ հանձնի։ Եկեք դրանով էլ ավարտենք, այս շատ հետաքրքիր նախադասություն ձևակերպում տվեցիք։ Հիմա նայողը կասի սպառված, ոչնչացված, անտեր եւ այլն, այս մեկին ինչպես է նախ ինչու չենք կարողանում, ասացիք մասամբ Ադրբեջան, Թուրքիա օգնել։ Ինչու չենք կարողանում, ինչպես ենք կամ ինչպես եք հեռացնելու վերջը այդ ավանդական մեթոդներն է կիրառվելու փողոցային պայքարը, impeachment-ը, արդյոք կա այդ impeachment-ի նու շանսերը ժամանակային առումով քիչ են մնացել, չէ՞, ճիշտ եմ հասկանում, դուք եք պատգամավոր ավելի լավ գիտեք, ժամանակային առումով impeachment-ի սկսելու, Մինչև նախ այդ կեղծա որ ուզում ասեմ, հա, կնեք դա կա, impeachment-ը կա, ծրագիրը կա պայքար, ինչ որ բան կա փողոցային պայքարի, միասնական տեխնացու, հա, վարչապետի տեխնացու է պետք impeachment-ը, ինչպես ենք անելու, թե ինչպես տարածված որոշակի տեսակետ կա, գործը աստիճանաբար թողնելու են 26-ին հասնի։ Ինչ ենք անելու։ Դա 26-ի հետ կապված այն մանիպուլյացիաները, որ փորձում են ներկայացնել, որ իբր Ռոբերտ Քոչարյանը կամ Հայաստան դաշինքը այլևս հրաժարվել է փողոցային պայքարից եւ նույնիսկ կոչ են անում մնացածին հանգիստ նստեք, սպասենք 26 թվականը, դա կեղծ է, իրականությունը չի համապատասխանում եւ նման բան չի էլ ասվել, դա ընդհանրապես մանիպուլյացիա։ Մեր մոտեցումը հետեւյալն է, որ մինչև 26 թիվը մեր երկրում եւ երկրի շուրջ տեղան ունենալու շատ ծանր process-ներ, սպառնալիքները ոչ միայն չեզոքացված չեն, այլ գնալով դրանք ավելի են ծանրանում եւ որքան շուտ կարողանանք սրանցից ազատվել, այնքան մեր երկրի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը զերծ կմնան նոր ագրեսիայից եւ փորձություններից։ Ինչ ենք պատրաստվում անել եւ արդյոք դա հնարավոր է թե չէ։ Կներեք ֆիքսենք առաջնահերթությունը մինչև 26 հեռացնելն է, ճիշտ եմ հասկանում։ Այդ առաջնահերթությունից մենք ոչ միայն չենք հրաժարվել, դա մշտապես եղել է մեր օրակարգում, ու գիտեք ստեղ ինչն է մի քիչ զավեշ տալի, որ օրինակ մեզ ուզում եմ հասկանամ ով է այդ քաղաքական ուժը, քաղաքական գործիչը, որ մեզ տես փողոցային պայքարի դասեր է տալի կամ կոչեր է անում, էլի 4 տարի փողոցից տուն չեն գնաց։ Այսինքն հիմա ով է վաստակետ իրավունքը, որ մեզ այտենց խրոխտ դասեր տա, մատ թափ տա, ինչ պետք է անենք, ոնց պետք է անենք։ Հասկանում եք, այդ դուրս եք գալու փողոց, պարոն Սաղաթելյան նորից։ Այ գանք դրան, ինչ եք անելու։ Քանի որ իմ ամեն մի բառ ալեկոծությունները առաջացնում ինչ-որ շրջանակների մոտ, երբեք չենք հրաժարվել դուրս գալուց, երբ որ հասկացանք մեր արժև դրած տնային աշխատանքը արել ենք ու այն բացերը, թերությունները, խնդիրները, որ ունեցել ենք արդեն լրացրել ենք, բա պետքա դուրս գանք, բայց ինչ պետք է անենք, այսինքն որտեղով ենք կաշկանված կամ ումով, որ դուրս չգանք։ Իհարկե դուրս գալը մշտական մեր օրակարգում է, բայց false start, անիմաստ process-ներ, ինչ որ շրջանակների ջրաղացին ջուր լցելու քայլեր չենք անելու։ Նաև մենք անցած ճանապարհը, որովհետև այդ
ընկնել վեր կենալով, նաև մեր սխալների, մեր բացերի հետ կապված շատ ենք խոսել այդ մասին, այսինքն դրանք ենք ֆիքսվել, փորձում ենք լուծել։ Մշտապես ունենք այդ տրամադրությունը, այդ նախապատրաստական աշխատանքը, երբեք չենք հրաժարվել դրանից եւ բոլոր առողջ ուժերի հետ, ովքեր այդպես են մտածում եւ խոսելուց բացի պատրաստ են գործի, պատրաստ ենք համագործակցելու որևէ խնդիր չենք։ Հստակ պլանով եք դուրս գալու բան սարքեք, ոնց նախկինում երևի թե դա չկար, կարող է դա անհաջողության պատճառ։ Ուրեմն ամենամեծ հստակ ժամանակացույցով որ փորձում են անել, տեսեք, եւ իմպիչմենտի օրակարգ չեք ունեցել, պլան ծրագիր չեք ունեցել, տեխնացու չեք ունեցել։ Ես առիթ ունեցել եմ ձեր տաղավարում էլ խոսել այդ մասին։ Ամեն ինչ էլ ունեցել ենք տվյալ ժամանակահատվածի մեջ, ընդ որում այդ որ շատերը ասում են չեք ունեցել, դրանցից մի մասը տեղյակել է եղել ծրագրի դետալներից, մանրամասներից, էլի դա մի ուրիշ մանիպուլյացիա է, որովհետև ըստ էության այդ շարժումները, ասենք մի հոգով կամ մի անձի շուրջ չեն եղել, նույն դիմադրության շարժումը, մեր երկրի գրեթե բոլոր առողջ եւ հիմնական ուժերը լիարժեք մասնակցություն են ունեցել։ Իհարկե, առաջին պատասխանատվությունը եղել է մերը եւ նաեւ մասնավորապես իմը, որովհետև այդ գործի գլուխ կանգնած ենք եղել, բայց այդ ծրագրերից բոլորն էլ տեղակ են եղել։ Ինչ ենք ուզում անենք, ինչպես ենք ուզում անենք, որտեղ չհաջողեցինք, ինչ պատճառով։ Մի խոսքով էլի այդ մանիպուլյա չեմ ուզում այդ բանի մեջ մտնեմ։ Անշուշտ դուրս գալուց առաջ, հիմա այն որ ասում են սրբազան պայքարը ծրագիր չունեցը, շատ դետալացված ծրագիր է ունեցել։ Ինչ որ պահի, ինչ որ պատճառներով մեր ուզածով չի գնացել, բայց դա չի նշանակում, որ ծրագիր չի։ Օրինակ, մի պահ պատկերացրեք, եթե ծրագիր չունենայինք, հնարավոր էր 45 օր ու դրանից առաջ եւս 25 օր, մինչեւ ապրիլի 25-ի հայտարարությունը, այդքան մարդ Նիկոլի վերընտրվելուց 6 ամիս հետո դուրս բերել փողոց ու այդ ծավալի շարժում անել։ Առանց ծրագրի, առանց ինչ-որ մեծ կազմակերպվածության, առանց ինչ-որ այդ համակարգերը ստեղծելու, որևէ մեկին թվում է, որ հնարավոր է այդ քանակությամբ մարդ դուրս բերել փողոց ու այդքան օր լայնածավալ քայլեր ու գործողություններ անել։ Այդ ասողները, որովհետև 5 մարդ իրենց կյանքում չեն կարողացել դուրս բերել, 5 քայլ չեն արել, գիտեն այդ ամեն ինչը շատ հենց այնպես լինում է, այնտեղ պակասում է բարձրախոսը ու բեմը, որ բարձրանալ հարթ է, բայց դրա տակ հսկայական աշխատանք կա։ Համաձայն եմ, impeachment, օրինակ ինչ չեք սկսում, ասում են, որտեղ տեսեք, ասում են, որ ԿՊ-ական падգամավորներն էլ միգուցե հասկացել են այս ամեն ինչը, թե ուր է տանում Փաշինյանը։ Ջուրը խմեմ այդ impeachment-ի հարցին մի հատ լիարժեք պատասխանը։ Ասում են ԿՊ-ականներն էլ, падգամավորներն էլ երևի թե տեսել են, հաթեն հասկացել են, որ բանը բանից անցել է, եւ կմյան ինչու՞ չեք փորձում, ինչու՞, այսինքն ինստիտուցիոնալ տեսք տակ դրանց impeachment ստորագրություն վերևը ինչպես կարգն է գրված ով է մեր վարչապետի տեխնացուն դրան զուգահեռ փողոց եւ այլն։ Այս թեման այդքան պետք չի անլրջացնել, որովհետեւ շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ խորհրդարանական անդիմությունը impeachment-ի չի մտնում, որովհետեւ չի ուզում Նիկոլը գնա։ Այսինքն այնքան են այս թեման տարբեր տեղերից կեղծ ձևերով ներկայացրել, որ շատ քաղաքացիների այդ թվում մեր ընտրողների մոտ այդ տպավորությունը որ չենք ուզում դրան։ Նախ process-ը պետք է հասկանանք։ Խորհրդարանը ունի 107 падգամավոր, որպեսզի գործող վարչապետին, այսպես կոչված, անվստահություն հայտնել եւ միաժամանակ ընտրել նոր վարչապետ, պետք է ունենա սկեսից ավելի քվն։ Դա 54 падգամավոր։ Այսօրվա խորհրդարանական երկու խմբակցությունները ունեն 34 падգամավոր եւ 3 հոգի, որ խմբակցություններից 2 հոգի նրանցից, մի հոգի, 2 հոգի էլ ստեղից դուրս է եկել։ Այսինքն մենք լավագույն դեպքում, եթե անկախ падգամավորներն էլ այդ 4 հոգին միանան, մենք ունենք 37-38 ստորագրություն։ Եվս 17 ԿՊ-ական падգամավոր պետք է միանա այս գործընթացին։ Հիմա մեզ ասում են, որ գոնե մի ինդիմադիր падգամավոր, եթե ստորագրի, process-ը կսկսի։ Միջը 36 հոգի պետք է ստորագրի, որ այդ process-ը սկսվի։ Դա տևելու ընդհանրապես այդ ամբողջ process-ը 72 ժամ։ Եթե 72 ժամվա մեջ մենք չկարողացանք այն մյուս կողմից 17-18 հոգի բերել այս կողմ, խորհրդարանը հավաքում է Նիկոլ Փաշինյանին, տալիս է վստահության քվ եւ այսպես ասած նոր լեգիտիմություն։ Այն նույն մարդիկ, ովքեր մեզ քննադատում են, ինչի չմտակ այդ impeachment-ի, հենց այդ նույն օրը մեզ ասել են, այս ինչ արեցիք աշխարհի արչեւ, Նիկոլին տվեցիք նոր
հնարավորություն, խորհրդարանը վերընտրեց, վերհաստատեց, տվեց նոր լեգիտիմություն։ Հետևաբար, process-ը, որ անում ենք, շատ կարևոր է, որ ՔՊ-ական падգամավորներից 17-ա պետք գոնե նախնական 1, 2, 3 հոգի ունենալ։ Հիմա այս մարդիկ գոնես ամբողջ ջանքը ուղեն ՔՊ-ական падգամավորների վրա, գոնե մի հոգի ընդեղից ասի ես կմիանամ իմպիչմենտին, ասում են չէ, ամբողջ սլակները ուղղում են ընդդիմությանը, մեկ անգամ եւս, սա էլ չգիտեմ որիորդ 100-րդ անգամ ասում եմ, խորհրդարանական երկու խմբակցությունները որևէ խնդիր չունեն ամեն վարքյան իմպիչմենտով մտնելու խորհրդարան, բայց դրա համար պետքա հաջողության հասնելու առնվազն հիմքեր լինի։ Փողոցում մարդ կուտակի ձևական, արհեստական, ինչ-որ շինծու process-ի մեջ մենք չենք մտնելու։ Այսինքն ինչ-որ շատ արագ բերենք Նիկոլին նոր լեգիտիմություն տանք, ինչ-որ անհասկանալի մարդկանց պահանջները բավարարելու համար, փողոցում կունենանք համապատասխան քանակությամբ մարդ, կլինի այդ գեներացիան, հնարավորություն կտեսնենք կա այն կողմից գոնե 1, 2, 3 հոգի դեպի այս կողմ բերելու ու դրա շուրջ ավելի լայնածավալ process հասնելու, երկիրը պարալիզացնելու, երկիշխանություն ստեղծելու, այդ падգամավորների տները շրջափակելու եւ բերելու այդ քվեարկությանը։ Րոպե առաջ կանենք, բայց ինչ-որ անկապ մեկին բերել ֆիքսել ընդդիմության միասնական թեկնած ու 2 ժամանոց մի հատ ազգային ժողովում process քվեարկել Նիկոլին իշխանությունը վերհաստատեցին, ընդ որում դրանից հետո այլևս էլ չեն կարող նման նախաձեռնությամբ հանդես գալ, մենք նման արկածախնդիր անիմաստ process-ի մեջ չենք մտնի։ Հետևաբար ցանկացած պահի պատրաստ ենք դա անել, եթե դրա հաջողության հասնելու որոշակի հիմքեր կան։ Օրինակ փողոցը լցված լինի։ Փողոցը լցված լինի եւ երկրում այդ մթնոլորտը process-ը լինի, հասկանանք առնվազն, տեսեք մեկը որ գալիս ասում է ես պատրաստ եմ լինեմ միասնական թեկնածու, գոնե մի падգամավոր ՔՊ-ից պետք է իրան քվեարկի։ Թող գնա, ոնց է դրանք սիրում են կաշառվել, ուզում է կաշառի, ուզում է համոզի, ուզում է սպառնա, ուզում է խնդրի կամ գնա բացատրի, որ այդ դավաճաններից այս կոմարի, չգիտեմ։ Մենք փորձել ենք դա մի քանի անգամ, ցավոք մեր ուզած արդյունքը չենք ունեցել, նույնիսկ պատերազմից հետո։ Այնպես փորձել։ Վերջին մի ճշգրտում, ինչքան է մնացել ժամանակ մինչև այդ վերջին իմպիչմենտի հնարավորությունը։ Չկա այդպես սահմանափակում, մինչև մի տարի առաջ չկա սահմանադրության նրանց հետ, մինչև իր կառավարման վերջին օրը այդ նախաձեռնությամբ կարող ենք հանդես գալ։ Լավ, շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, կիզակետում այսօր ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էր, կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութ դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։